Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև Երևանյան երկխոսություն 2025 միջազգային համաժողովին։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես հեստապարային ակումբներում։ Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ, զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել են թվով 4 արձանագրություններ, իրականացվել է 1 վարչական վարույթ։ Թուրքիան մտադիր է Սիրիայի տարածքում ռազմաբազաներ ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում, այս մասին հայտնում է Թուրքիա թերթը, վկայակոչելով թուրքական անվտանգության մարմիններում իր աղբյուրը։ Պարբերականը նշել է, որ Անկարան Սիրիայի իշխանություններին օգնություն կցուցաբերի բանակի եւ անվտանգության ուժերի կազմակերպման հարցում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրիվ խելքը գցել է։ Չեմ հասկանում ինչ է պատահել նրա հետ, ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը նշել է, թե Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օդային մեծ հարձակում սկսելուց հետո դժգոհ է Պուտինի գործողություններից։ Թրամփի խոսքով, եթե Պուտինը փորձի զավթել ամբողջ Ուկրաինան, այն կհանգեցնի Ռուսաստանի կործանմանը։